Ավտոմատներ, գնդացիրներ, ականանետներ են եղել Ղարաբաղի մարտական դիրքերում։ Բաքվում 15-ի գործով դատավարության ժամանակ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարել է հայ ռազմագերի Մելիքսեթ Փաշայանը։ Ծառայել եմ Ասկերանի, Մարտակերտի եւ Աղդամի շրջանների մարտական դիրքերում։ Զինվորական ծառայության դիմաց աշխատավարձ եմ ստացել եւ առաջին եւ երկրորդ պատերազմների ընթացքում։ Աղդամը Ադրբեջանի Հանրապետության շրջան է, ըստ ադրբեջանական պետական Ազերթաչ լրատվամիջոցի հայտարարել է հայ ռազմագերին, չպատասխանելով դատախազի հարցին, եթե Աղդամը Ադրբեջան է, այդ դեպքում ինքնումից էր պաշտպանում ադրբեջանական տարածքները։ Ծառայության ընթացքում դիպուկահար է եղել հայ ռազմագերի Դավիթ Ալահվերդյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, Ալահվերդյանը պատմել է, որ 2006-ից 2008 թվականներին ծառայել է Ասկերանի զորամասում, նաև Աղդամում, հետո պաշտոններ է զբաղեցրել, նախ անվտանգության խորհրդում, ապա դարձել է գյուղատնտեսության նախարարի խորհրդական։ Եվ հենց այդ տարիներին, ըստ Ազերթաչի, ադրբեջանական հողերի բերքը Հայաստան են ուղարկել։ Այդ բերքի հեքիաթը, կներեք, մի անգամ էլ այդպիսի մի զրույցի ժամանակ ինձ ասել են դուք ուզում եք հերքել, ինչ որ ասում։ Ես ասացի հեքիաթը չի հերքվում։ Տվյալ դեպքում ես խնդրում եմ ձեզ, դա ընդունեք էլի այդ հիվանդ երևակայության արգասիքը։ Ադրբեջանական բանտում հայ ռազմագերիների կողմից արտաբերված ցանկացած միտք, ասվում է, ֆիզիկական ու հոգեբանական բիրտ ճնշումներից հետո։ Այս հարցում համոզված է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Իրենք տանջում են եւ ֆիզիկական եւ հոգեբանական, այնպես ծեծեն, որ հետքեր չմնա։ Մետաղյա օղակ հագցնում են գլխին ու սկսում են սեղմել, դեռ սարսափելի ինչ-որ ցավերը, հետո նորից թուլացնում են, նորից են հարցեր տալիս։ Ալավերդյանը 19 տարի աշխատել է գերիների հետ, լսել ամենատարբեր պատմություններ, ծանոթ է Ադրբեջանի ձեռագրին ու վստահ է, Ադրբեջանը մեղմ չէ հատկապես վերջին օրերին դատարանում ցուցմունք տվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Ուր է Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, իսկական քաղաքացիների հետ, չէ՞ որ 070-ը իրենք չեն համարում իսկական քաղաքացի, ով որ անձնագիր ունի 070-ով։ Հիմա այդ անձինք արդեն գտնվելով այնտեղ 20 թվականից երկուսը, որ հաստատ այնտեղ են եւ կամավորականները եւս պիտի լինի այդ տարիներից, փաստորեն ինչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դա ոչ թե պետք է անել, դա պարտականությունն է պետության։ Հիմա երբ ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են հարցաքննվում Բաքվի դատարանում, Հայաստանի իշխանությունը պարտավոր է հայտարարություններ անել սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Հիմա Հայաստանը ասում է մեր, որ մենք ինչ որ անում ենք, գաղտնի ենք անում, դեպի գաղտնիության։ Ես շատ անհանգիստ եմ, որ գաղտնի ինչ որ անում են ի վնաս այդ գերիների։ Ցուցմունք են տվել Ջերմուկի բնակիչ Գուրգեն Ստեփանյանը, Կապանից Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի օգնությամբ է հարցաքննվել ռազմագերի Լևոն Բալայանը։ Պատմել է, որ ծառայության ընթացքում ստացել է աշխատավարձ $400-ից $500 չափ։ Դատական հաջորդ նիստը այսօր է։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները այսօրվա նիստից դեռ ոչինչ չեն հայտնել։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։